չեն խոսում, ասում են եկեղեցին չի մասնակցում, ուր է եկեղեցին։ Աջապայանի նման խոսում են, տանում ձերբակալում։ Այս պահին Փաշինյանի դեմ դուրս եկած նորմալ համակարգային կառավարելի ուժ գոյություն չունի։ Մի օր փորձում են սահմանադրության թեման օրակարգ դարձնել, մի օր նոյեմբերի 9 օգոստոսի 8։ Փաշինյանին աջակցողներն ասում են նոյեմբերի 9-ը դավաճանական փաստաթուղթ էր։ Հետաքրքիր է դավաճանական փաստաթուղթով է ստորագրել։ Կարելի է կորուստներ չէինք կրել տարածքային առումով, քաղաքական առումով։ Կորուստները մեկ ստորագրությամբ եղավ։ Շատերը օրինակ հայտարարում են, որ դա դավաճանական փաստաթուղթ է, բայց չեն ասում, որ Հայաստանի ստորագրությունը պետք է այդտեղից հետ կանչվի։ Պետք է ամեն ինչ պայմանավորվել էին, դա ոչինչ համարվի, նրանք կռվել են, որ մենք այստեղ հաջորդ պահին կարողանանք գոյություն ունենալ, հաջորդ պահին կարողանանք ապրել, ունենանք անկախություն։ Հանուն Հայաստանի Հանրապետության են կռվել։ Ողջույն բարեկամներ, ես Դավիթ Ղազարյանն եմ, Մարտական եղբայրության քաղաքական թևի ներկայացուցիչ Մասիս Շիրյանի հետ հերթական անգամ կքննարկենք այս շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները։ Բարև ձեզ։ Այս շաբաթը հարուստ էր քաղաքական հետապնդումներով, իշխանության կողմից իրականացված եւ այդ քաղաքական բռնությունների նշանակալի մասը բաժին ընկան եկեղեցուն։ Սրանից օրեր առաջ ադրբեջանցի պատգամավոր Մահամ Ալիևը շեշտել էր, որ հայ առաքելական եկեղեցու վերջին 150 տարիների գործողությունները թյուրքական աշխարհի դեմ ուղղված են հիմնականում։ Նա ասել էր, որ հայ առաքելական եկեղեցին չի ընդունում պարտությունը Արցախում տեղի ունեցած եւ շեշտել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է վճռականություն ցուցաբերի եկեղեցու հետ հարաբերություններում։ Դրանից 2 օր անց սկսվեցին բռնությունները եւ ձերբակալություններ տեղի ունեցան, որոնց մասին իդեպ վարչապետ Փաշինյանն ասում է, որ իմացել է մամուլի հաղորդագրություններից։ Շաբաթը առատ էր քաղաքական հետապնդումներով, որոնց նշանակալի մասը բաժին ընկան հայ առաքելական եկեղեցուն։ Օրեր առաջ ադրբեջանցի պատգամավորը շեշտել էր, որ հայ առաքելական եկեղեցին ունի ռևանշիստական գաղափարախոսություն եւ վերջին 150 տարիների նրա գործունեությունն ուղղված է թուրքական աշխարհի դեմ, հայ առաքելական եկեղեցին չի ընդունում պարտություն Հայաստանի Հանրապետության եւ դրդում է հայ ժողովրդին ռևանշիզմի գիրկը։ Նա շեշտել էր, որ Փաշինյանը պետք է ավելի վճռական լինի իր գործողություններում եկեղեցու նկատմամբ։ Սրանից 2 օր անց տեղի ունեցան ձերբակալություններ Արագածոտնի թեմում եւ հոգեվականները եւս ձերբակալվեցին։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը իրեն այսքան խոսելի դարձնում հոգեվականների ձերբակալելիս եւ միթե նա որը կերպ չի կարող խուսափել Ադրբեջանի կողմից հրահանգները կատարելը։ Նախ սկսենք նրանից, որ դա ուղղակի հոգեվորականների դեմ արշավ չի, մենք սա տեսել ենք ավելի վաղ շրջանում, երբ որ Փաշազադեից սկսած Ադրբեջանի հոգեվոր առաջնորդը երբ որ հայտարարեց ու արշավ սկսեց հայ առաքելական եկեղեցու դեմ, այդ ժամանակվանից սկսած հետևողական պրոցեսներ են տեղի ունենում եկեղեցու դեմ։ Պրոցեսների միջալոց կանգ առան այն ժամանակ, երբ որ Փաշինյանը մեկնեց ԱՄՆ ու հանդիպում ունեցավ Թրամփի եւ Ալիևի հետ, երբ որ պայմանագրեր ստորագրվեցին, միևնույն ժամանակ մենք պետք է հիշենք, որ այդ օրը Նյու Յորքում էր գտնվում նաեւ վեհապարը։ Դրանից հետո մի պահ դադարեցին եկեղեցու դեմ այդ արշավը, դադարեցրեց Փաշինյանի այդ արշավը, իսկ հիմա ինչ է տեղի ունենում, Փաշինյանը փորձում է դիստանցավորվել, այսինքն ինքը կապ չունի, իրավապահ համակարգը որոշակի խնդիրներ է տեսել, այսինքն ինքը այս թեմաները նախ չի ուզում փակի, երկրորդ Ադրբեջանը շարունակում է իր պահանջները, Հայաստանից կատարում է այդ պահանջները, բայց Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ Հայաստանում իբր թե գոյություն ունի առանձին անկախ գործող իրավապահ համակարգ, որը որ չի գործում Փաշինյանի ասելով, այլ ինքն իր նախաձեռնությամբ վարույթները իրականացնում, չգիտեմ, գործունեությունը ծավալում, բայց ես պետք է մեզ լսողներին, դիտողներին հիշեցնեմ, որ այս ամեն ինչը Ադրբեջանի կողմից պարտադրված քայլեր են ու լավ, եթե իրենք ասում են, որ օրինակ եկեղեցականները հանցանք են գործել կամ զանցանք են գործել, չգիտեմ, այնտեղ հետագայում ոնց կձևակերպի քրեական գործերում ու ինքը պայքար է մղում կամ իրավապահ համակարգը պայքար է մղում անարդարության, անօրինության դեմ։ Մի պահ ենթադրենք ճակերտներում, որ հոգեվորականները հանցագործներ են կամ զանցագործներ են։ Արարատ Սարը օրինակ ինչ է արել իրեն, երբ որ նույն պահանջներով Ադրբեջանից կամ Թուրքիայից պահանջներ են գալի, Արարատ Սարն էլ է հանցանք գործել։ Արարատ Սարն էլ է ցույցերին մասնակցել, չգիտեմ, իրենց ասած պարտադրել է մյուս սարերն էլ գան մասնակցեն, հա դրա համար Արարատի դեմ էլ է պայքար մղում։ Կամ օրինակ ցեղասպանության թեմա, երբ որ ինքը ամեն կերպ փորձում է կասկածի տակ դնել, անուն ազգանունները ուզում, չգիտեմ ինչ է ասում, այսինքն
Փաշինյանը հետևողականորեն այդ հայկական ինքնության դեմ է փորձում պայքար մղել։ Համ մղում է, համ էլ այս բան իրեն դիստանցավորում է, որպեսզի նախընտրական տարում կարողանա ավելի ազատ գործել, ավելի հայրենասիրական դիրքերից, անկախական դիրքերից հանդես գալ։ Այս ամեն ինչը դրա շուրջ է արվում, բայց ակնհայտ է։ Այսինքն այս բան Հայաստանում ցանկացած մարդ, ով քիչ թե շատ գիտակցական որոշակի մինիմալ կարողություններ ունի, իրենք դա տեսնում են, որ սա փոխկապակցված է առանձին վակուում տեղի ունենում, այսինքն Ադրբեջանից գալիս են պահանջները, տեղում անում են, իրականացնում են, ու սա միգուցե այլ բանի մասն է խոսում, որ Հայաստանում Փաշինյանից բացի, եթե Փաշինյանը դիստանցավորվում է, Հայաստանում Փաշինյանից բացի Ադրբեջանի պահանջները իրականացնող այլ մարդիկ էլ կան։ Այսինքն ոչ միայն Փաշինյանն է, Ադրբեջանը ավելի է խորացել, դուրս է գալիս, որ ավելի է խորացել, ու դրա համար է Փաշինյանը պատասխանատու, որովհետև դա իր կառավարության անդամներն են, իրեն ենթակա մարմինների անդամներն են ամեն ինչ իրականացնում։ Հիմա եթե ինքը դրանից տեղյակ չի, ու Ադրբեջանից մեսեջ է գալիս, ստեղ էլ իրավապահ համակարգի աշխատողները դրան պատասխան գործողություններ իրականացնում, նշանակում է, որ այլ մարդիկ էլ կան, ովքեր իրենց ծառայություններն են մատուցում Ադրբեջանին։ Սա նաև սրա մասին կարող ենք մենք կասկածել, ենթադրել, չգիտեմ, ըստ իր խոսույթի։ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը 2024 թվականին ձերբակալվել էր ապօրինի զենք ունենալու, տեղափոխելու եւ պահպանելու պատճառով։ Այս մեղադրանքով դատապարտվելուց հետո նրա դատարանը որոշում էր կայացրել, որ նրա պատիժը պետք է կրվի պայմանականորեն։ Այժմ պատիժը փոխարինվել է իրական ազատազրկմամբ, մարդը պիտի 2 տարի ազատազրկման ենթարկվի, Վերաքննիչ դատարանը փոփոխել է ի սկզբանե կայացված որոշումը։ Ինչն է այս որոշման պատճառը, ինչու են այսպիսի մարդիկ շարունակաբար ձերբակալվում Հայաստանում եւ ո՞րն է մարտական եղբայրության տեսակետը այս դատապրոցեսի նկատմամբ։ Նախ ասեմ, որ մենք Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հետ ունենք ջերմ մարտական ընկերներ ենք, ջերմ հարաբերություններ, մարդկային առումով ջերմ հարաբերություններ ունենք, չնայած նրան, որ քաղաքական որոշակի տարաձայնություններ ունենք, օրինակ մենք առհասարակ դեմ ենք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գծին, իրենց առաջարկած դիրքորոշումներին Աշոտ Մինասյան որոշակի համակրանք ունի, բայց դա չի խանգարում, որպեսզի մենք կարողանանք որպես մարտական ընկերներ ու որպես առհասարակ առաջի պատերազմում հաղթած հրամանատարներից մեկը ընկերական հարաբերություններ ունենանք։ Սա ասեմ, որ այս մասով, մեր մասով ասեմ, որ մենք ինչ վերաբերմունք ունենք, բայց Սիսական ջոկատի հրամանատարը, ինքը արդեն եղել է ոչ թե ջոկատ, այլ գունդ, զորամիավորում է եղել Արցախյան առաջի պատերազմում Աշոտ Մինասյանը եղել է 4 հրամանատարներից մեկը, որը ազատագրել է Քարվաճարը։ Մեկը Մոնթեն է եղել, մեկը Աշոտ Մինասյանն է եղել, երկուսի անունը այս բան չեմ հիշում, թող ինձ ներեն մյուս հրամանատարներ, բայց այս բան թեման էս է, այսինքն Ադրբեջանը պայքար է մղում նաև այս ամեն ինչի դեմ ու սա միգուցե նույնպես Ադրբեջանից եկող հարահանգներ են, որովհետև նման հրամանատարներ շատ չեն մնացել ու երբ որ մենք ասում ենք բոլորի հետևից գալու են Ադրբեջանի պահանջներով, հենց սրա մասն ենք ասում, որ Աշոտ Մինասյանը պատժվում է առաջի Արցախյանում Քարվաճար ազատագրելու համար եւ ոչ միայն դրա համար։ Աշոտ Մինասյանը առաջինն էր, ով 20 թվականի պատերազմից հետո, երբ որ սկսեց շինարարություն Սիսյան Կապան ավտոճանապարհի շինարարությունը սկսվեց, վերանորոգման աշխատանքները սկսվեց, Աշոտը գնացել էր չափումներ էր արել, ճանապարհի լայնություններ հաշվել, ճանապարհի հաստություններ հաշվել ու ասում էր, սա միջպետական ճանապարհ են կառուցում, հետեւաբար Գորիս Կապան ճանապարհը պետք է հանձնեն։ Իրենք սրա համար են նաև Աշոտից վրեժ խնդրի լինում։ Այսինքն մարդը հարց է բարձրացնում։ Միջքաղաքային ճանապարհները մի լայնություն ու մի հաստություն ունեն, միջպետականները այլ։ Մենք գիտենք, որ նախկինում գործում էր Գորիս Կապան միջպետական ճանապարհը, որը գնում էր մինչև Մեղրի, հետո դա այդ շուրնոխի հայտնի դեպքերից հետո հանձնվեցին Ադրբեջանին։ Ու Աշոտը առաջի մարդն էր, ով բարձրացանից ու Աշոտին երբ որ տարել են հարցակրություն ասել, բա ո՞նց եք իմացել այս ամեն ինչը, Աշոտը բացատրել էր, որ ուղղակի པարզ չափումների միջոցով ոչ թե ինձ ինչ որ մեկը զանգել է ինֆորմացիա է տվել, չգիտեմ, ես էլ հայտարարություն եմ, այլ գնացել եմ իմ տան դիմացով գնացել եմ ճանապարհ, գնացել եմ չափումներ եմ արել ու բարձել եմ այս ամեն ինչը։ Հետո Աշոտի նկատմամբ սրա մասն էլ քիչ խոսվել։ Մենք երբ որ իր տանն էինք, իր գյուղի տանն էինք, տեսանք թե ինչպես են ժամանակին պատերազմից հետո փորձել այդ հայտարարություններից հետո փորձել մտնել իր տունը բացել։
հանցանք են իրականացրել, տունը թալանել են ու չէին թալանել, հիմնականում փորձել են վնասել իր զոհված եղբոր սենյակը ինքը առհասարակ ձեռք չի տվել, նույնությամբ պահպանում է սենյակը, ոնց կա, իրերը, չգիտեմ, զարդեր, ասենք նշանի մատանի կամ մեկ այլ առարկաներ, այն ինչ որ պատկանել իր զոհված եղբորը, որ առաջ պատերազմում է զոհվել, մտել են տուն, թալանել են, վնասել են, փչացրել են այն ամեն ինչը, այդ ինչ որ կոնկրետ այդ սենյակում կար, փորձել են այրել, չէր այրվել, նորմալ կիսատ էր այրվել տունը, ու դրանից հետո այդ հանցագործները չեն պատժվել։ Այսինքն մարդու նկատմամբ հաշվի հարդար են տեսնում զուտ նրա համար, որ ինքը ուղղակի սիրում է իր երկիրը։ Մենք տեսել ենք, չէ, առհասարակ գիտենք ով է, ով ինչ արել է երկրի համար։ Այն մարդիկ, ովքեր ժամանակին, օրինակ 20 թվականի պատերազմում, ովքեր որ փախուստի են դիմել, շտաբում բարձր պաշտոններ են ստանում։ Այն մարդիկ, ովքեր իրենց լավ չեն պահել, պաշտոններ են ստանում։ Ու դա նաև եղել է առաջի Արցախնից հետո։ Մենք երբ որ շփվում ենք այդ հրամանատարներ, մարդիկ, ովքեր մասնակցել են, ենթադրենք, կալցո օպերացիաներին, ընդդեմ Արցախի, ընդդեմ Հայաստանի, այդ մարդիկ հետո որպես սովետահայ սպաներով ու պետք է գիտելիք փոխանցեն, մտել են հայկական բանակ ու սկսել բարձր պաշտոններ զբաղեցնել, իսկ այն տղաները, ովքեր որ ամեն կերպ կանգնել են այս երկրի համար, դրանք հետին պլան են ով է։ Ու այդ անարդարությունն են ավելի խորացրել։ Հիմա մյուսներին մոտ էլ ասենք Աշոտ Մինասյանը մենք մի ժամանակներում ենք ապրում, բայց պատմությունը ցույց է տալ թե ով է Աշոտ Մինասյանը, իսկ ով են նրան ձերբակալողները, ով որ խնդիր են առաջացնում։ Նույն այդ քննիչները, դատախազները նրանց չեն հիշելու։ Աշոտը հիշվելու որպես քարվաճառ ազատագրող հրամանատարներից մեկը։ Մեր մեջ ասած Աշոտի բախտը չի բերել, չի զոհվել, Աշոտն էլ մոնթե չի դարել։ Որպես այս ապազգային գործողությունների շարունակություն կարելի է դիտարկել նաև շոակարդ հեռուստաընկերության փակելու գործընթացը, որը սկսել է իշխանության կողմից։ Այս հեռուստաընկերությունը 50%-ով ֆինանսավորվում էր պետության կողմից, 50%-ով եկեղեցու կողմից, այստեղ կային թեմական լուրեր եւ հիմնականում կրթական նյութեր։ Դուք եք կարծում, որ եթե դիտումները որևէ հաղորդման կամ որևէ հեռուստաընկերության քիչ են, ապա այն պետք է փակել, թե այլ նպատակներ կա այսպիսի հեռուստաընկերություններ պահելու համար։ Առհասարակ նման հեռուստաընկերություններ, հոգևոր կամ հանրային հեռուստաընկերություն, հիմա եթե հանրային հեռուստաընկերություն դիտումներ չունենա, բնականաբար դա չեն տանելու փակման, չէ։ Նախ պետք է հասկանալ, թե ինչու քիչ դիտումներ ունի, որովհետև մերակ մի հեռուստաընկերությունից չի գալ, եթե քիչ դիտումներ է։ Ընդհանուր կրթական ծրագրի, չգիտեմ, քարոզչական մյուս թեմաներով, այսինքն թե ինչ ենք մենք ցանում, չէ, դաշտում։ Հետո Հայաստանի Հանրապետությունը իրական սոցիալական հանրապետություն է, դա սահմանադրությամբ ֆիքսված է ու ենթադրենք այդ հեռուստաընկերությունը նայում է 1000 մարդ, այդ 1000 մարդն են մարդ, ովքեր որ դրա կարիքն ունեն, պահանջն ունեն։ Ու եթե պետությունը հանձն է առել այդ հեռուստաընկերությունը պահելու այդ 1000 մարդու համար, ինքը պետք է շարունակի այդ ամեն ինչ անել։ Ինչը նշանակում եթե քիչ են նայում, ուրեմն պետք է փակել։ Սա բիզնես պրոյեկտ չի, սա պետական եւ եկեղեցու կողմից աջակցվող ծրագիր է եղել, այդ հեռուստաընկերությունը պահելը ու պետք է շարունակել պահել։ Հիմա, չգիտեմ, ենթադրենք համալսարաններում համալսարաններ գնացողների թիվը կրճատվեց, ինչ ասել ենք համալսարանները փակենք, կամ մեն ինչը որ քիչ է օգտագործվում, օպերայի ներկայացումների գնացողներն են քիչ, օպերան փակենք, կոնսերվատորիային քիչ գնում, Գեղարվեստի ակադեմիա, այսինքն ինքը բանը նրանում չէ, որ պետք է ամեն ինչ լինի մասսայական, պոպուլյար, մաս մարքետ չի։ Հոգևոր հեռուստաալիք է, որը որ մեր դեմքն է, այսինքն մենք դա ունենք, դա պետք է ցույց տանք, մենք դրանով են նաև մեզ աշխարհում ճանաչում։ Իսկ նման իրավիճակները, որ ամեն ինչը դնում են մասսայականության վրա, եթե ինչ-որ բան պոպուլյար է, դա իրավունք ունի գոյություն ունենալ, եթե պոպուլյար չէ, իրավունք չունի։ Դες լավ չի։ Թող 18+ միլիոններ տնեն աշխարհում ամենապոպուլյարն է, թող դրանք ներկայացնեն, հա։ Սենց չի կարելի էլի այս ձևի մոտեցումներ ունենալ։ Անցյալ շաբաթ երկարաձգվել էր Միքայել Սրբազանի կալանքը նշանակալիորեն եւ այս շաբաթ եւս երկարաձգվեց Սամվել Կարապետյանի կալանքը։ Սամվել Կարապետյանի կալանքը աստիճանաբար է երկարաձգվում, նրանը միանգամից բավականին երկար եղավ Միքայել Աջապայանի մասով, հա։ Եվ այս բռնությունները աչքերը վախեցնելու քաղաքականություն են ընտրություններին ընդառաջ։ Իրականում ես կտանանջատեմ Սամվել Կարապետյանի գործը Միքայել Աջապայանի գործից, որովհետև Սամվել Կարապետյանին քաղաքական պայքար թեմա է ու իրենք փորձում են այդտեղ
հանցավոր գործունեություն դնել դրա տակ, չնայած որ մենք հասկանում ենք իրականում Սամվել Կարապետյանի հետ մեր ձևով շարժմանը փորձում են քաղաքական կշիռ տալ, որովհետև ցանկացած իշխանության իր անտագոնիստն է պետք, որ այս պահին մինչև այսօր գործել է երկրորդ նախագահի թիմը, իսկ այժմ իրենք հասկանում են, որ չեն կարողանում Քոչարյանից ինչ որ հրաշ ստեղծելով իրենք ինչ որ արդյունքներ ստանալ, որովհետև չի աշխատում արդեն այդ մեխանիզմը հանրության մոտ իրենք նույնականացվել են Քոչարյան Փաշինյան այս թիմը արդեն նույնական է ընկալում հասարակության հիմնական մասի մոտ ու նույն կերպ նաև երրորդ նախագահի թիմը, այսինքն հանրապետականները նույնպես ընկալում են ու հանրությունն էլ ընդհանուր առմամբ ընկալում է, որ երկրորդ ու երրորդ նախագահները միմյանց հետ մրցակցում են, թե ով է Փաշինյանին ավելի շատ ծառայություն մատուցում կամ Փաշինյանին ավելի շատ բանում ու չի ստացվում, հակադիր բևեր չկա, այսինքն քաղաքական օրակարգ էլ չկա, որի շուրջ բանավիճում են։ Հիմա Փաշինյանը ամեն կերպ անում է, որ Սամվել Կարապետյանից ու նրա թիմից իր համար հակառակորդ ստեղծի, որպեսզի կարողանա ընտրություններում հրեշի կերպարի դեմ պայքարելով, իբր թե հրեշի կերպարի դեմ պայքարելով գնա ընտրության։ Միքայել Աջապահյանը այս թեմայից դուրս է։ Միքայել Աջապահյանը ռեալ քաղաքական բանտարկել, որը որ հայտարարեց այն ամեն ինչը, ինչ որ այդ օրերին Հայաստանում բոլորն էին խոսում։ Հենց նույն Փաշինյանն էր ասում, որ դուրս չի գալի, դուրս եկեք հեղափոխություն արեք։ Հեղափոխություն դա սահմանադրական չէ, սահմանադրության վերսահմանադրական process է։ Միքայել Աջապահյանը ինչ է հոգևորական մարդ էր, ինքը չէր նախաձեռնել ինչ-որ process, ոչ ինչ չէր արել։ Ուղղակի հենց այդ նույն Փաշինյանն աջակցող նախկին նախագահներն ասում են, եթե դուք դեմ եք այս ամեն ինչին, ինչ որ Փաշինյանն է անում, որ երկիրն է հանձնում, Արցախն է հանձնել, եթե դեմ եք կազմակերպեք մի բան, նա ուղղակի իր հոգու խոսքն էր ասել։ Ու դա ասել են բազմաթիվ մարդիկ, ասում են նույն Փաշինյանն է ասել։ Ընդ որում դատարան դրա մեջ հանցագազմ չէր գտել 1 տարի առաջ, որովհետև բնական մարդու բնական պորտքումն է եղել։ Դա կազմակերպված ինչ-որ գործողություն չի եղել։ Տեսեք, ես չեմ Աջապահյանին չեմ նույնականացնում նույնիսկ Բագրատ Սրբազանի գործունեության հետ, որովհետև Բագրատ Սրբազան սառեցրել էր իր թեմի առաջնորդի այդ լիազորությունները, մտել է քաղաքական պայքարի մեջ։ Բայց Միքայել Սրբազանը ինքը առաջնորդարանում իր տեղից էր այդ ամեն ինչը, ուղղակի բողոք էր ասում։ Ու մենք գիտենք, որ նախկին իշխանությունների ժամանակ էլ Միքայել Աջապահյանը այդ բողոքն արտահայտել, խոսել արժեքներից, որ պետք է այսպես անել, պետք չի մեծամտանալ, լիքը հայտարարություններ, որը համընդհանուր է։ Իրավիճակներին դեմ ինչ որ հայտարարություններ արել։ Մենք հիշում ենք Պերեմակովի դեպքի ժամանակ ինքը դուրս եկել հայտարարություններ արել, անմասն չի մնացել, երբ որ շատ դեպքերում ասում են եկեղեցին ուներ, օրինակ Աջապահյանը ներկայացել հենց եկեղեցուն այդ հոգևոր խավին է ներկայացել, ցույց տալով, որ եկեղեցին էլ անմասն չի երկրում տեղի ունեցող process-ներից։ Չեն խոսում, ասում են եկեղեցին չի մասնակցում, ուր է եկեղեցին։ Աջապահյանը նման խոսում են, տանում ձերբակալում են։ Դրա համար եմ ասում, սա մի բան է։ Իսկ Կարապետյանից փորձում են քաղաքական թիմ ստանալ, հակառակորդ ստանալ։ Ու չի ստացվում, ամենավատն է, թե իրենք ցայտնի մեջ, որովհետև չի ստացվում։ Այս պահին Փաշինյանի դեմ դուրս եկած նորմալ համակարգային կառավարելի ուժ գոյություն չունի։ Այսինքն Փաշինյանը ինչ որ պատկերացնում է, երազում է, որ Քոչարյանի նման մեկը կհայտնվի, ով իրեն հակառակորդ կխաղա, այդ ուժը գոյություն չունի։ Ու հետաքրքիր է 26 թվականին ինչ է լինելու, որովհետև օրակարգ չի ձևավորվում։ Մի օր փորձում են սահմանադրության թեման օրակարգ դարձնել, մի օր նոյեմբերի 9, օգոստոսի 8-ը, վերջերս օրինակ նայում եմ էլի այդ հանրայինի մեծ բանավեճ հաղորդաշարը, որտեղ փորձում են օրակարգ ձևավորել։ Ու զարմանալի է, ասենք, ամեն անգամ նոր կերպով են զարմացնում այս մարդիկ։ Փաշինյանի աջակցողներն ասում են նոյեմբերի 9-ը դավաճանական փաստաթուղթ էր։ Հետաքրքիր է դավաճանական փաստաթուղթը ով է ստորագրել։ Այդ Փաշինյանի աջակիցներն են ասում, դրա համար ասում են կա օգոստոսի 8-ը։ Որը ու հակառակորդներն ասում են չէ, օգոստոսի 8-ն է դավաճանական, նոյեմբերի 9-ն է լավը։ Ու սա խեղճատակություն է, երկուսն էլ Փաշինյանն է ստորագրել։ Իրենք փորձում են Փաշինյանի գծած օրակարգում տեղավորվել։ Ինձ զարմացնում է, որ չի էլ ստացվելու։ Դրա համար մարտական եղբայրություն միաբանություն ասում է, որ պետք է սրանից դուրս փնտրել։ Այսինքն ոչ թե տեղավորվել ամերիկյան տարբերակով ենք մենք ցանկանում մեր ինքնիշխանությունը ազդիչել,
թե ռուսական տարբերակով, թե թուրքական տարբերակով։ Մենք ասում ենք սրանից դուրս մենք չենք պատրաստվում մեր ինքնիշխանությունը զիջել։ Խոնար հարցի նման ծամածրվում էին քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որ ասում են մենք լինենք իշխանություն, չգիտենք, չենք կարող հրաժարվել այդ պարտավորություններից կամ ինչ պետք է, երբ որ հարցեր հնչում, թե ինչ պետք է անեն, դրանից էլ էին վախենում։ Մենք բարձ ասում ենք, որ հա, չեղարկվել են այդ փաստաթղթերը, դրանք ոչ օրինական են ու դրանք առհասարակ փաստաթղթեր էլ չեն, հռչակագրեր են։ Իսկ սրանք այդ հռչակագրերը աստվածաշնչի պես են անցալու, որ բացարձակ ճշմարտությունն է ու դրանից այլ բան չի կարելի անել, դուրս գալ։ Արտաքին ուժերի ազդեցության տակ մեր իշխանությունները ոչ միայն մեր պետության եւ հանրության բովանդակության փոփոխություններ են նախաձեռնել, այլ նաեւ ձևի։ Օրերս Երևանի տոնի արթիվ տեղի ունեցած համերգի ընթացքում ականավոր երգիչ Թաթա Սիմոնյանը ասում է, ինչ ենք անում, ասում է, եւ ինքն էլ պատասխանում է իր հարցին, ասում է, տոնում ենք, ուրախանում ենք, հորս արև լավ ենք անում։ Այս օրերին 5 տարի առաջ այս օրերին բազմաթիվ հայեր էին զոհվում ռազմաճակատում եւ բազմաթիվ երիտասարդներ էին դժբախտանում, փոխանակ մենք որևէ կերպով սքանք այդ օրերը, որևէ կերպով հիշենք այդ օրերը, այսօր քեֆ ենք անում եւ հորս արև լավ ենք անում։ Հիմա ո՞րն է նամակը, որ հղվում է մեր ժողովրդին այսպիսի արվեստագետների միջոցով եւ նրանց հովանավոր քաղաքական գործիչների միջոցով, ո՞րն է սրա նպատակը։ Ճոխություն արվեստագետ անվանել այդ ոչի երգիչներին, բայց հա հայկական միջավայրում այդ երգերը հնչում են իրենք իրենց հնչելու տեղ ունեն, չգիտեմ, նեղ միջավայրում քեֆերի ժամանակում, բայց դրանք պետական մակարդակի կազմակերպած միջոցառման համար չէր նախատեսված։ Երկրորդ, երբ որ դուք նշում եք, որ զոհում են տղաներ, պետք է հիշենք, որ նաև զոհում էին այդ տղաները։ Հակառակորդին զոհում էին ու դիմադրություն կար, ազգային դիմադրություն կար։ Մենք սրա մասին ենք փորձում ամեն կերպ խուսափել, մոռանալ, օրակարգն է այդպեսին։ Դասավորն այնպես, որ այդ 5 տարի առաջ, երբ որ պատերազմ հրահրվեց Ադրբեջանի կողմից, այդ ժամանակ հայ ազգը դիմադրում էր։ Ու մենք պետք է հետ գնանք, հիշենք, որ մենք դիմադրում ենք ու ված չենք դիմադրում։ Ու այդ դիմադրության արդյունքում մենք կարելի է կորուստներ չէինք կրել տարածքային առումով, քաղաքական առումով։ Կորուստները մեծ ստորագրությամբ եղավ։ Երբ որ որոշեցին, որ դադարեցնում են պատերազմը, այդ դավաճանական փաստաթուղթը շատերը օրինակ հայտարարում են, որ դա դավաճանական փաստաթուղթ է, բայց չեն ասում, որ Հայաստանի ստորագրությունը պետք է այդտեղից հետ կանչվի։ Պետք է ամեն ինչ պայմանավորվել էին, դա ոչինչ համարվի ու ասվի, որ այո, Հայաստանի Հանրապետությունը քծվել է այդ փաստաթղթով, Հայաստանի Հանրապետությանը քաշել են, Հայաստանի Հանրապետությանը, չգիտեմ, ծախել են թե իշխանությունները, թե այն մարդիկ Ալիևը, Ռուսաստանի Դաշնությունը, Պուտինը, այսինքն ոչ մեկ իր պարտավորությունները չի իրականացրել։ Այդ ինչ էին ստորագրել։ Ու այդ ինչ կորուստներ ուներ Հայաստանի Հանրապետությունը կամ Արցախի Հանրապետությունը, ինչ կորուստներ ուներ։ 4000 զոհ 3 շրջան, 6500 զոհ մենակ Ռուսաստանի կազմում է այս պահի դրությամբ բաց տվյալներով, իսկ որոշ այլ տվյալներով մինչև 20000 զոհ ունենք ռուս-ուկրաինականում։ Մենք այդ մարկանցից երբևիցե լսած չկանք, չէ՞ որ մեր տղաներին տարան զոհեցին Ռուսաստանում կամ Ուկրաինայում, կապ չունի երկու կողմից էլ։ Մենք լսած չկանք 20000-ի մասին է խոսք գնում։ Ասում են, իրենց հայտարարությունը 6500։ Դա մեր կռիվը չի։ Ու երբ որ մենք մեր համար պայքարել ենք 4000 զոհ, փառք ու պատիվ բոլոր այն տղաներին, ու ես վստահ եմ, այդ կռվող տղաներից ոչ մեկ չի մտածել, որ ինքը զոհվում է, իրեն պետք է իր կյանքը տալիս է իր հայրենիքին, իր մասին պետք է խոսան, տարան մեր երեխաներին զոհեցին, չէ, նրանք կռվել են, որ մենք այստեղ հաջորդ պահին կարողանանք գոյություն ունենալ, հաջորդ մենք կարողանանք ապրել, ունենանք անկախություն։ Հանուն Հայաստանի Հանրապետության են կռվել։ Փառք ու պատիվ բոլոր այդ տղաներին ու հա պետք է հիշել։ Պետք է հիշել ու ոչ թե պետք է անջատել ուղեղները, ոչ թե պետք է բթացնել նման համերգներով, այլ հակառակը փառաբանման օրեր պետք է անել, կազմակերպել։ Ոգեկոչման, որ այդ տղաների այդ ուժը, եռանդը, այն ինչ որ իրենք դրել են, դրանով պետք է ոգևորել ազգին։ Որովհետեւ նրանք չեն վախեցել իրենց կյանքը տալու, դուք է պետք է չվախենաք, ու այդքան էլ վախենալու չի, միշտ չի որ կյանքը տալիս ես։ Շատ դեպքերում հակառակը
հակառակորդի դեմ դիմադրելով հակառակորդի կյանքն ես խլում։ Այս դիմադրության մասը, պայքարի մասը պետք է առաջ տարվի։ Իսկ մեզ հակառակը եկեք քեֆ անենք, ուտենք, խմենք, ստամոքսները սկուշ լինի։ Այդ པարզ երաժշտությունները ներկայացնենք, ուղեղներս կանջատենք, կցրվենք տներով։ Էս ենք հարոզում։ Այս իշխանությունները սրա շուրջ են օրակարգ ձևավորում։ Այսինքն, որ հաջորդ պայն Հայաստանը դիմադրության ուժ չունենա, ոգի չունենա։ Մեզ փորձում են դրանից կտրել, դիմացը այլ բաներ են սկսում սրսկել։ Այսինքն, սեպտեմբերի 19-ին այդ Արցախի հայաթափման օրը իրենք նշում են որպես ֆեստիվալ, ասենք մի օր հետո ֆեստիվալ են նշում, չեն փորձում հասկանալ թե ինչ տեղի ունեցավ, չեն փորձում վերլուծություն անել, որպեսզի այլ խնդիրներ չունենանք, օրինակ չունենանք Սյունիքում, չունենանք Գեղարքունիքում կամ Տավուշում կամ ցանկացած այլ ռեգիոնում Հայաստանի։ Դրա համար իրենք այդ սպառողի հոգեբանությունն են փորձում առաջ տանել։ Հա, կփակեն շողակաթը, տեղը կբացեն մի հատ աղմաղ մի բան, հեռուստաալիք, որը որ կսովորացնի ուղղակի չմտածել, հոգևորից հեռանալ, նյութականով հոգևորվել, հաց եւ տեսարաններ ապահովելով։ Աստվածաշունչն ասում է, որ սկզբում էր բանը, այսինքն սկզբում խոսքն էր։ Այսպիսի կեղծ եւ տգեղ խոսքով այսպիսի արվեստագետները, նրանց հովանավորող քաղաքական գործիչները ցանկանում են մեղքը բարթել հանրության վրա եւս։ Հանրությունը եւս ստիպված կրկնում է այս արտահայտությունը եւ չհասկանալով դառնում է կարող այս կեղծ եւ տգեղ գաղափարխոսության։ Բնականաբար այդ ամեն ինչը հետևում է դրան։ Մենք հիշում ենք, երբ որ Փաշինյանն էր պատերազմի օրն ասում, ինչ է լինի, մենք մեզ պարտված չենք համարում, դա դարավ խոսույթ ամբողջ քաղաքացիական պայմանագրի ու նաև շատ-շատերի համար, սկզբում մարդիկ չէին հասկանում, թե այդ խոսքով ինչ մեսեջ են հղում, բայց հիմա Թաթան էլ ասում, քեֆ ենք անում, հորս արև լավ ենք անում։ Ինչի վրա ես քեֆ անում։ Այդ ինչ մի լավ բան եք արել։ Խելքից դուրս է, ցնորք է այս վիճակը։ Ինչն եք նշում, ինչի շուրջ եք քեֆ անում։ Հորը տարև ինչի շուրջ ես քեֆ անում։ Սա խեղճատակություն է, որ փորձում են ամբողջ հանրությանը դրա մասը դարձնել։ Հանրությունը եկել էր քաղաքի տոնը նշել, շատ լավ է, որ քաղաքի տոնը են նշում։ Բայց այնց ինքնամոռաց քեզ կորցնում ես, այսինքն քաղաքիդ հիմնական ոնց որ դեմքը էր 2800 տարեկանից ավել քաղաք ունենաս։ Դու այդ մշակութային, ասես ես մեծ ժառանգության տեր եմ ու նշես քաղաքի տոնը, ու ասես քեֆ ենք անում, հորս արև լավ ենք անում, հա, մի պահ պատկերացրեք Հռոմում տենց մի բան անեն, կամ մեկ այլ հին քաղաքում, հին քաղաքակրթությունում։ Հռոմում անում են եւ Հռոմը կործանվեց։ Չէ, հռոմեական կայսրություն, բայց Հռոմ քաղաքը, որը որ կարողն է այդ հին քաղաքակրթության կրող, այսինքն իրենք նման կերպ կնշեն, այսինքն կամ մեր ունեցած արտիստներից լավագույնը Թաթաներ, որ պետք է նշել քաղաքի տոն։ Կարելի էր Թաթային տրամադրել, ընդհանրենք Բանգլադեշում կամ չգիտեմ Էրեբունիում մի հատ փոքր հատված, ասել այստեղ էլ Թաթան է երգելու, եթե մարդիկ ովքեր ցանկություն ունեն կարող են գնալ այդ անկյունը քաղաքի, այդ մշակույթի սիրողները, բայց հանրապետության հրապարակում տոն են նշում ու մենք դրանով ենք ներկայանում, Թաթայով ենք ներկայանում։ Դուրս չկարողս Թաթայի դեմ իր մշակույթի դեմ փորձում թշնաման քարոզել, բայց դրանով չի որ հայազգը պետք է ներկայանա։ Այսինքն Կոմիտաս, Եկմալյան, Արամ Խաչատրյան, Բաբաջանյան ու նմանատիպ մեծություններ տված, մեծ ժառանգություն ունեցող ազգ ենք, չհաշված օպերաներ, Չուխաջյան, Տիգրանյան ու նման կերպարներով հարուստ, նման մշակութային ժառանգություն ունեցող ազգ լինելով մենք հրապարակում տոն ենք նշում, քեֆ ենք անում, լավ ենք անում։ Ոչ մի բան լավ չեն անում։ Սուտ են ասում, չգիտեմ, սուտ էլ երդվում են։ Ամփոփելով վերադառնանք զենքի թեմային, իշխանությունների ոչ կոմպետենտությունը այսօր մեր կյանքի վրա ավելի ու ավելի մեծ ազդեցություն է ունենում եւ վերջին շրջանում մենք նկատում ենք հրազենի գործադրմամբ հանցագործությունների մեծ աճ։ Ինչով է սա պայմանավորված։ Հիշենք, Աշոտ Մինասյանին ձերբակալել են, դատապարտել են 2 տարի ազատազրկման հենց զենքի թեմայով, չէ։ Երբևիցե չկա նման դեպք, որ Աշոտ Մինասյանը ինչ որ միջադեպերի կիզակետում եղած լինի։ Ինքը հրամանատար է եղել ու
բազմաթիվ զենքերի է մոտիկ եղել, եթե ցանկանար ինքը զենք ունենալ, զինամթերք ունենալ, պահել կամ ինչ-որ գործ անել, վաղուց առած կլիներ։ Չի արել, բայց Հայաստանում այս պահին իրենց տվյալներով, երբ որ զենքի մասին օրենքներին քննարկվում, այդ ժամանակ խոսակցում էր, որ 17000 միավոր զենք շրջանառվում է Հայաստանում, որոնք որ Արցախից են բերվել, ու չգիտեն դա ոնց կարելի է գտնել, ոնց կարելի է հանրությանը զինաթափել։ Ու այդ զենքերը փոխանակ առաջի հերթին հասկանան, թե ում թերությանը պատճառով է այդ զենքերը կորել։ Դե բանակը հստակ համակարգ է վերևից ներքև, այսինքն ամեն մեկը իր հրամանատարության տակ ունեցել է, ինչ-որ բան վերջում հանձնել են, չեն հանձնել, չգիտեմ, նման իրավիճակներ կան։ Այսինքն մի հրամանատարը չկա, մյուսը կա, տեղակալներ կան, սա եթե իրենք ցանկանային վաղուց բացահայտած կլինեն, բայց իրենց դա ձեռ չի տալի ու հենց դրա միջոցով են նաև այսպիսի անկանոն վիճակ պահում, այսպիսի հանցավոր վիճակ պահում, որպեսզի հանրությունը կարողանան զսպել։ Նախկինում կհիշեք, երբ որ ընտրությունների փուլ էր գալիս, հին իշխանությունները փորձում են հանրությանը սաստել, վախեցնել, ասել ձեր երեխաները սահմանում են, խելոք մնացեք։ Հիմա դա էլ չկա, այդ մեխանիզմը չի աշխատում, հիմա փորձելու են սրանով վախեցնել, որ Հայաստանում շրջանառվում է զենք, զինամթերք, վախի մթնոլորտ են պահում, հանրությանը փորձում են վախի մթնոլորտի մեջ պահել։ Հիմա էլ հանցավոր էլեմենտներ են, ու մենք չգիտենք այդ հանցավոր գործներն ովքեր են, որովհետև նորմալ չեն էլ բացահայտում, չեն էլ բռնվում։ Ու դրա համար իրենք փորձելու են այս ցանկացած վատը, իրենք դա փորձելու են տարածել։ Դրա համար որպեսզի չտարածվի այդ վատը, չլինի վատ բաներ, հակառակը վատին փոխարինի լավը, պետք է այս համակարգից դուրս ընտրություն կատարեք։ Դրա համար կարող եք գալ, զանգահարել, չգիտեմ, գրանցվել, իմիջիալս մեր Facebook-յան, Telegram-յան հարթակներում դրել ենք այն մարդիկ, ովքեր որ ցանկանում են ոչ միայն լինել ընտրող, այլ նաև լինել ընտրվող, որովհետև ընտրությունը լավ է, բայց բավարար չէ։ Նաև դու կարող ես լինել ընտրվող։ Եկեք մասը կազմեք այն քաղաքական ուժի, որը որ հայկական է, որը որ ունի առաջարկություն, որը որ անկախության կողմնակից է, ու առաջի հերթին հենվում է սեփական ուժերի վրա։ Փոքր երեխայի նման չի սպասում հոպարի կամ քերու, որ դրսից կգան, իրենց կփրկեն, այլ հասուն մարդու նման, ովքեր որ հենվում է սեփական ուժերին, սեփական ողնաշարին, եկեք այդ քաղաքական թիմի մասը դառնանք ու միասին կարող ենք անել ավելին, քան մենք անհատապես պատկերացնում ենք բոլորս անհատապես, որտեղ համախմբված ու թիմային գործողություններով կարող ենք նույնիսկ սարեր շուռ տալ։ Սա հին հայկական ասացվածք է, հին հայկական խոսք է, ամեն ինչ հնարավոր է ու պետք չի վհատվել, պետք չի հուսահատվել, մենք գնալու ենք դեպի հաղթանակ։ Լավ մնացեք։ Լավ մնացեք։